լսումները հեռացքերը արգելի դատավարության մասնակիցներ դատարանը հերթական անգամ ցանկանում է դատական նիստերի ցկցկման պատճառները հրապարակել եւ հաջորդիվ իհարկե մինչև տարվա ավարտ մեր կողմից պայմանավորված օրերին եւ ժամերին կնշանակենք դատական նիստեր, բայց հունվար ամսից սկսած ավելի խիտ գրաֆիկով ենք նշանակելու։ Մասնավորապես մենք առաջին դատական նիստը իմ նախագահությամբ տեղի ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 23-ին նշված օրը պարոն Քոչարյանը պատշաճ ծանոթված չէր եղել, չէր ներկայացել, պարոն Գևորգյանի սահմանահատելու հարցն ենք քննարկել, այսինքն ըստ էության դատական նիստը միայն այդ մասով ենք իրականացրել։ Եվս մեկ դատական նիստ նոյեմբերի 1-ին միայն պարոն Գևորգյանի գործունեությունների եւ պայմանավորված հարցը քննարկելու նկատառումներից ելնելով ենք անցկացրել դատական նիստ, նոյեմբերի 15-ի դատական նիստին մեղադրյալներից 3-ը չեն ներկայացել դատական նիստին եւ այսինքն 19 դատական նիստից արդյունավետ դատալսումներ անցկացրել ենք 13 նիստով, 8 դատական նիստ նախապես պայմանավորված հետաձգվել է պաշտպանական կողմի պատճառաբանությամբ, ընթացքում 2 դեպք եղել է, որ հանրային մեղադրողի հարմար չի եղել, մենք նիստով քննարկել ենք, այլ օր ենք նշանակել, շուրջ 17 անգամ պարոն Գևորգյանն է գործուղման մեկնել, ընդհանուր առմամբ ավելի քան 130 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, այդ պատճառաբանությամբ նշված օրերը դատական նիստեր, եթե անհրաժեշտություն կա կողմերը ցանկություն ունեն, կարող են հրապարակել բոլոր օրերն են։ Բայց այդ անհրաժեշտությունում համարյա ծագել Իսահակյան, դատական նիստերը, դատալսումները, գործի քննությունը ողջամի ժամկետում պետք է ավարտվեն։ Բոլորը տեղյակ եք, որ առաջիկայում նաև օրենսդրական փոփոխություններ են նախատեսված, որը շրջաբերական տարբերակով ամենայնպես դատարանը ստացել է, որ գործի քննության ժամկետներ է սահմանում։ Հիմա դատարանը յուրաքանչյուր մի քանի ամիսը մեկ անգամ գոնե ամենայն դեպս թե իր համար, թե դատավարության կողմերի համար։ Բոլոր դատական նիստերով են հիշեցրել։ Այո, բոլոր դատական նիստերով դատարանը արձանագրել է։ Պրակտիկան մեկտիսի բան չի։ Դուք իմ մոտ եւս մեկ նիստի եք մասնակցում, այն մի նիստով էլ շաբաթ 2 անգամ դատական նիստ։ Ես անում եմ, մնացածը անում են, չեն անում, չի։ Պատվարժան դատարան։ Հիմա մի րոպե չենք ավարտում, պարոն Օրբելյան, լսեք։ 2025 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին դատական նիստեր չի նշանակվել, պաշտպաններից Տիկին Սահակյանի, պարոն Վարդեղանյանի, պարոն Օրբելյանի, պարոն Պողոսյանի, պարոն Մեժդուկի հուլիս-օգոստոսին արձակուրդ չեն գնացել, արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ Այսքանը, նշվածով պայմանավորված հարգելի դատավարության մասնակիցներ, հաշվի առնելով, որ մենք ունենք թե սահմանադրական, թե քրեադատավարական պահանջ, որ պետք է գործը ողջամի ժամկետում ունենենք եւ ավարտենք, անկախ նրանից քրեական գործը որ փուլում հաջորդ դատական նիստին դատարանը որոշում կկայացնի, թե 315-րդ հոդվածով սահմանված հարցի քննարկման ժամանակ դատարանը որոշում կկայացնի, թե այնուամենայնիվ 876 բկան կհարցակնվեն, 112 դուժողը կհարցակնվեն եւ վերջն արդյունքում դատարանը կամ արտարացման կամ մեղադրական վերդիկտ կկայացնի, բոլոր դեպքերում դատարանը պետք է դատական նիստերը կազմակերպի այնպես, որ ողջամի ժամկետում քրեական գործը քննենք եւ ավարտենք։ Նշվածով պայմանավորված դատարանը հունվար ամսից առնվազն շաբաթը մեկ անգամ նիստ է նշանակել։ Դա սկզբի համար։ Հետագայում, եթե
գործուղումներով, արձակուրդերով պայմանավորված շաբաթը մեկ անգամ դատական նիստ նշանակելը արդյունավետ չլինի, քննարկել ենք շաբաթը 2 անգամ դատական նիստ կամ 3 անգամ նշանակելու հարցը։ Շաբաթը մեկ անգամ դատական նիստ նշանակելու պայմաններում անգամ արհեստական բանականությունը հուշում է, որ 2.5 տարի, եթե բոլոր դատական նիստերը տեղի ունենան, 2.5 տարի մեզ անհրաժեշտ է լինելու, եթե բոլոր դատական նիստերը տեղի ունենան։ Բոլորս ոչանում իրականություն ենք գտնվելու։ Եթե քրեական գործի քննությունը շարունակենք, մենք պետք է պլանավորենք մեր քննության ընթացքը։